Բարև սիրելի հետևորդներ ջան, ես այսօր նորից հետաքրքիր ֆիլմեր եմ բերել ձեզ համար, բավականին հետաքրքիր ֆիլմեր են, եւ այս ֆիլմերը ունեն ասելիք։ Ֆիլմերը, որոնք ես կթվարկեմ, դիտելուց հետո անպայման մեկնաբանություններ թողնեք, թե որ ֆիլմն եք ավելի շատ հավանել։ Ուրեմն առաջին ֆիլմը, որ ուզում եմ ձեզ խորհուրդ տալ, այս ֆիլմը կոչվում է Плутовство կամ Хвост виляет собакой։ Ուրեմն այս ֆիլմում ժողովուրդ երկրի նախագահի ընտրություններն են հերթական եւ նախագահը ուզում է նորից վերընտրվել։ Հավաքում են մի մեծ թիմ, պրոֆեսիոնալ թիմ, որոնք պիտի աշխատեն նախագահի ռեյտինգի վրա։ Ու այս ֆիլմում ցուցադրվում են այնպիսի բաներ, որ ուղղակի դուք չեք պատկերացնի, թե ինչ լուրջ թիմեր են աշխատում նախագահի համար, ինչպիսի պրոդյուսերներ են վարձում, հոլիվուդյան շատ լուրջ պրոդյուսեր են վարձում, որ նա նախագահի ռեյտինգը շատ բարձրացնի եւ այնպիսի ֆիլմ են նկարում, բայց ժողովրդին ցուցադրվում է այդ ֆիլմը իբրև դա իրականություն է։ Ամերիկան ինչ որ հայտարարում է պատերազմ Ալբանիային, բայց Ալբանիայի նախագահ սրա մասին ընդհանրապես չգիտի։ Ու այս ֆիլմում ասում են այդ պրոդյուսերները ասում է, որ պիտի եկեք մի հատ տատիկ կբերենք, այս տատիկի պալտոն իր վրայից կընկնի, նախագահը թող մոտենա, բարձրացնի այս պալտոն։ Ինչ որ կադրեր են նկարում պատերազմի դաշտից, ալբանական գյուղ է փոքր ու աղջիկը վազում է, աղջկա ձեռքին ինչ որ կատու է, բայց իրականում կատու չի, դա կանաչ ֆոնի տակ է նկարահանվում, իրականում չիպսեր աղջկա ձեռքը, բայց ամբողջ աշխարհին ցուցադրվում է իբրև այս աղջիկը հազիվ մազապուրց եղավ, պատերազմից փախնում է այդ գյուղում ալբանական, մի խոսքով բավականին հետաքրքիր ֆիլմ է այս ֆիլմը, կխնդրեմ դիտեք։ Մյուս ֆիլմը, որը ուզում եմ ձեզ ներկայացնել, սա Трасса 60 ֆիլմն է, Մայրուղի 60, սա էլ է հետաքրքիր ֆիլմ, բավականին ասելիք ունեցող ֆիլմ է։ Մյուս ֆիլմը, որ ուզում եմ ձեզ առաջարկել, դա 13 этаж ֆիլմն է։ Այս ֆիլմը ավելի շատ կսիրեն են մարդիկ, ովքեր որ կարծում են, որ մենք ապրում ենք մատրիցայի մեջ։ Այս ֆիլմը բավականին ճակերտներ է բացում, այսպես ասեմ։ Մյուս ֆիլմը, որ ուզում եմ ձեզ ներկայացնել, Բոգոնիա ֆիլմն է 2025 թվականի։ Մի փոքրիկ բան ասեմ ձեզ, ուրեմն այս ֆիլմից մի պուճուր շատ փոքր հատված էի առանձնացրել եւ իմ ստորիում տեղադրել էի։ Դուք կհավատաք, որ 2 րոպե չանցած իմ ստորին բլոկվեց։ Բլոկեցին։ Ասեմ, երաժշտություն չկար, ուղղակի այլ մոլորակային ռասայից որևէ մեկը մոտենում է, ինչ որ գործողություն է անում առանց երաժշտության։ Ես չեմ ուզում փակագծերը բացեմ, որ ձեզ հետաքրքիր լինի Բոգոնիա ֆիլմը։ Այդ փոքրիկ կադրը, որը տեղադրել էի իմ ստորիում, բլոկեցին։ Նենց որ ես խորհուրդ եմ տալիս այս ֆիլմը անպայման դիտեք, շատ խորը ֆիլմ է։ Մյուս ֆիլմը, որ ուզում եմ ձեզ առաջարկել, Не смотри наверх։ Այս ֆիլմում գիտնականները գոռում գոչում են, որ աստերոիդ է մոտենում աշխարհին, մարդկությունը վերանալու է մի խոսքով։ Բայց գիտեք ինչն է զավեշտալին, որ երբ գիտնականին հրավիրում են ստուդիա իրենց մոտ, եւ այս մարդը խոսում է, ներկայացնում է, որ աշխարհի վերջն է գալի, ժողովուրդ լրջացեք, այնտեղ մի երգչուհի է նստած, մի դատարկագլուխ հարց է տալիս, ասում է. «Իսկ դուք գիտեք ես ինչքան հետևորդներ ունեմ Instagram-ում, իրանք չեն հասկանում։ Մեդիան թույլ չի տալիս, որ ժողովուրդը հասկանա, որ վերանում է աշխարհը։ Մեդիան այնպիսի լապշաներ է կախում մարդկանց ականջներին, դուք ուղղակի չեք պատկերացնի այս ֆիլմում ինչ է ցուցադրվում։ Ես խորհուրդ եմ տալիս անպայման դիտել այս ֆիլմը։ Գլխավոր հերոսուհին է իմ շատ սիրելի դերասանուհի Մերիլ Ստրիփը։ Մյուս ֆիլմը, որ ուզում եմ ձեզ առաջարկել, դա Advocat Diavola ֆիլմն է, նա նույնպես ասելիք ունի, շատերը տեսած կլինեք այս ֆիլմը։ Մյուսը Девятые врата ֆիլմն է, Ջոնի Դեփն է գլխավոր հերոսը, այս ֆիլմը միստիկ ֆիլմ է, շատ լուրջ ֆիլմ է, եւս խորհուրդ եմ տալիս, որ դիտեք։ Հաջորդ ֆիլմը մեզ մոտ Պասիլկա ֆիլմն է, սա այլ մոլորակային ռասայի մասին է, թե ինչ ներգործություն ունեն նրանք մեր կյանքում այստեղ աշխարհի վրա, որոնց մենք չենք ճանաչում, բայց իրենք մեր հետ հավասար ապրում են եւ գործունեություն են ծավալում։ Շատ հետաքրքիր ֆիլմ է, խորհուրդ եմ տալիս դիտեք, գլխավոր հերոսուհին է Կեմերոն Դիասը։ Ուրեմն վերջին ֆիլմը, որը ձեզ խորհուրդ եմ տալիս, որ դիտեք, այս ֆիլմը ցնցել է աշխարհը, սա Կուբրիկի ֆիլմն է, ռեժիսորը Կուբրիկն է։ Իմիջիայլոց այս ֆիլմից հետո ռեժիսորը 5 օր հետո մահացավ։ Սա կոչվում է Շիրոկո закрытыми глазами։ Ֆիլմի գլխավոր հերոսն է
Թոմ Կրուզը եւ Նիկոլ Քիդմանը։ Այս ֆիլմը ամբողջությամբ հենց Էփշտեյնի սրբապղծությունների մասին է։ Այդ դրա համար երևի ռեժիսորը այլևս գոյություն չունի եւ ասեմ, որ ֆիլմից 25 րոպե ֆիլմից հեռացնել են տվել։ Մի խոսքով, այս ֆիլմերը կխնդրեմ ուղարկեք այն մարդկանց, այն ցանոթներին, այն բարեկամներին, ովքեր ունեն հարցեր եւ չունեն պատասխաններ, թե ինչու ենք մենք այս աշխարհում, արդյոք մենք մատրիցայի մեջ ենք ապրում, թե չէ, եւ ովքեր ունեն մի շարք հարցեր, թե ինչպես է այս աշխարհի համակարգը աշխատում։ Մի խոսքով, ձեզ հաճելի դիտում, կսպասեմ ձեր մեկնաբանություններին, կխնդրեմ լինել ակտիվ եւ տարածել տեսանյութը։ Շնորհակալ եմ։